Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ քաղաքական հարցերով փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, պարոն Կիրակոսյան, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանին։ Պարոն Մեհրաբյան, Ռուսաստանի հետ կապված, ավելի ճիշտ Ռուսաստան արտահանվող ապրանքի հետ կապված վերջին օրերին տեսանելի խնդիր է արձանագրվում, մասնավորապես ջերմուկ հանքային ջրերի այդ ապրանքանիշի հետ կապված արդեն 1 միլիոնից ավելի շիշ ջերմուկի վաճառք Ռուսաստանում արգելվել է։ Նշում են ռուսական պետական կառույցները, որ փորձաքննության են ենթարկում, ուսումնասիրում են արդյոք իրենց չափանիշներին համապատասխանում է թե ոչ։ Սա ինչպես կմեկնաբանեք, սա իրապես ապրանքի որակի հետ կապված ինչ որ խնդիրներ է ռուսական կողմը արձանագրել, թե այլ նպատակ կա։ Ուրեմն փորձաքննության պետք է ենթարկեն իրենց ուղեղները եւ որակի խնդիր եթե կա, ապա իրենց ուղեղի եւ բարոյականության որակի խնդիր կա։ Ընդ որում այստեղ նոր որևէ բան չկա։ Սա Ռուսաստանի բեսպրեդել խուլիգան վարքի ուղակի դրսևորումներից հերթականն է, ընդ որում Հայաստանն այստեղ բացառություն չէ, մենք այսպիսի վարք Ռուսաստանի կողմից տեսել ենք շատ երկրների նկատմամբ, տեսել ենք Եվրամիության նկատմամբ նույնիսկ, եւ սա միանգամայն տեղավորվում է Ռուսաստանի, այսպես ասենք, վարքաբանական կարծրատիպի շրջանակներում եւ մենք վաղուց պետք է այս ամենը հաշվի առնեինք, ես ձեր եթերներում, ձեր շնորհիվ բազմիցս հնարավորություն եմ ունեցել սրա մասին խոսել, թե որքան սին են այն պատրանքները, որ Ռուսաստանի հետ կարելի է կոնստրուկտիվ ձևով, այսպես ասենք, ազդել նրա վարքի վրա, մինչդեռ այդ ամենը կոպեկ չարժի, դուք հնարավոր չի կոկորդիլոսին համոզել, որպեսզի նա դառնա բուսակեր, հասկանում եք, նա կոկորդիլոս է եւ իհարկե նա մեղավոր չի, որ կոկորդիլոս է, բայց այդ կոկորդիլոսի հետ գործ ունեցողը պետք է հասկանա եւ կոկորդիլոսին չառնի չբերի իր ննջարան, հետո փորձի վերադաստիարակել։ Ինչով մենք զբաղված ենք եղել մինչև հիմա եւ ի հաստատում եմ դրա մենք տեսնում ենք խնդիրներ կան նաև այդ Wildberries-ի եւ օզոնի հետ կապված։ Որովհետեւ այդ ցածրորակ ընկերությունների հետ, այդ խուլիգան ընկերությունների հետ ընկերություն անելու փոխարեն կա Amazon, կա eBay եւ Հայաստանը դրանց թողած on-line առևտուրը տվել է այդ խուլիգան կազմակերպություններին, որն էլ եւ գործիքավորվում է ռուսական պետության կողմից, նաեւ իր 5-րդ Շարասյան կողմից, այդ առանց անուն ազգանունի, այդ փոքրիկ Պուտինների կողմից Հայաստանին վնաս հասցնելու համար։ Սա կոչվում է Ռուսաստանի չարորակ ազդեցություն Հայաստանի վրա։ Եվ Հայաստանը, ես կրկնում եմ բազմիցս եմ ասել, որ պետք է օր առաջ քայլեր աներ Ռուսաստանին զրկելով հնարավորությունից մեր վրա նման ներգործություն ունենալու։ Չի արվել, դե հիմա էլ բարի ախորժակ։ Ռուսաստանը մասնավորապես ջերմուկի մասով ինչ է փորձում անել։ Ես չգիտեմ ինչ է փորձում անել, ուզում է Հայաստանին տնտեսական վնաս հասցնել։ Այդ վնասը, որպեսզի կարեն նաև Հայաստանի քաղաքացիները, որպեսզի դուրս գան պետության դեմ, որպեսզի դուրս գան ի պաշտպանություն ռուսական շահերի։ Նույն բանը ինչ որ անում էին բոլշևիկները 1920 թվականին անկախ Հայաստանը քանդելու համար, այն ժամանակ իրենց մոտ ստացվեց, բայց հիմա վիզները տակն են մնում։ Հայաստանում Պուտինը պետք է ծեծ ուտի, պարոն Կիրակոսյան, այնպես ինչպես ծեծ է կերել Ուկրաինայում, Մոլդովայում, Վենեսուելայում, Աֆրիկայում է հիմա ծեծ ուտում, Ուկրաինայում շարունակում է ծեծ ուտել,
Եվ այնպես չի, որ Հայաստանում պետք է իր մոտ հաջողվի։ Հայաստանում պետք է վիզը մնա տակը ծեծ ուտելով։ Եվ դա պետք է անի հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն, եւ դա պետք է անի միջազգային հանրության հետ համագործակցաբար։ Պարոն Մերաբյան, Օվերչուկի հայտարարությունն էր նախորդել ջերմուկի հետ կապված ռուսական պետական կառույցների դիրքորոշմանը։ Հիշեցնեմ Օվերչուկը անդրադառնալով Հայաստանի վարչապետի այն հայտարարությանը, որ երկաթուղիները պետք է ռուսական կողմից վերցնել եւ չեզոք երկրի կառավարման հանձնել, որովհետեւ արևմտյան գործընկերների հետ խնդիր է եղել, խնդիրներ կարող են լինել։ Օվերչուկը մի այսպիսի միտք էր ասել, եթե Հայաստանում ռուսական ընկերությունների համար չկան բարենպաստ պայմաններ, չեն կարող վաստակել գումար, ապա ինչու պետք է Ռուսաստանում հայկական ընկերությունները կարողանան նման հնարավորությունից օգտվել։ Կարող ենք ասել, որ Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունը քիչ-քիչ իրականություն է դառնում։ Մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ իրականություն է դառնում այն նախազգուշացումը, որ Ռուսաստանի խուլիգան վարքը չի կարող շրջանցել Հայաստանը։ Այդ դրա մասին էր ասվում, որովհետև Հայաստանի կողմից ցանկացած քայլ ուղղված մեր սուվերենության ամրապնդմանը Ռուսաստանում ընկալվելու է որպես ռուսոֆոբիա, հակառուսականություն, Ռուսաստանին դուրս մղելու փորձ։ Մինչդեռ խոսքը գնում է այն մասին, որ Ռուսաստանը չպետք է նստի մեր գլխին։ Հայաստանի պետական ընկերությունները կամ պետության հետ աֆիլիացված որևէ ներկայություն Ռուսաստանում չկա։ Մինչդեռ Ռուսաստանի առանձին ընկերություններ պետության հետ ուղղակիորեն աֆիլիացված կամ ամբողջապես պետական մոնոպոլ դիրքեր են զբաղվում Հայաստանում եւ չարաշահելով իրենց մոնոպոլ դիրքերը խաթարում են Հայաստանի տնտեսությունը եւ Հայաստանի շահերը տարածաշրջանում։ Ռուսաստանը Հայաստանում վարում է թշնամական գործունեություն եւ Հայաստանը այո իրավունք ունի ինքնապաշտպանության օրենքով չարգելված բոլոր ձևերով։ Եթե ռուսները խնդրեմ ունեն, թող դիմեն Փարիզի արբիտրաժ, ինչի մասին Հայաստանի եւ RЖD-ի կոնցեսիոն պայմանագրում գրած է։ Եվ Հայաստանը պարտավոր է անել, կներեք, գիտեք, մենք մասնակցելով ընտրություններին ըստ ձգտում ենք նրան, որ Ռուսաստանում, կրկնում եմ, պետք է Պուտինը ծեծ ուտի, պարոն Կիրակոսյան, այս ընտրություններին, իսկ դրանից հետո ամբողջությամբ պետք է վերանայվի Ռուսաստանի հետ հարաբերությունները, դե յուրե եւ դե ֆակտո։ Բռնության կոչ է կանում, պարոն Մերաբյան։ Բռնության չէ։ Ասում եք ծեծ ուտի։ Ոչ բռնի ձևով։ Ծեծ ուտել ես բառիս այսպես ֆիգուրալ իմաստով եմ ասում, պարոն Կիրակոսյան։ Պարոն Մերաբյան, առաջիկա օրերին Հայաստանում կայանալիք եվրոպական քաղաքական գագաթնաժողովը, քաղաքական համայնքի գագաթնաժողովը արդյոք կապ ունի Մոսկվայի այս վերջին որոշումների հետ, թե ոչ ջերմուկի խմբաքանակների վաճառքի կասեցումը, Վայլբերիսից եւ Օզոնից հայկական արտադրողների օգտահաշիվները փակելը։ Պարոն Կիրակոսյան, ոչ թե այս գագաթնաժողովները կապ ունեն Ռուսաստանի այդ քայլերի հետ, այլ Ռուսաստանի քայլերը կապ ունեն գագաթնաժողովների հետ, ընդ որում հենց ձեր հարգարժան լսարանին ուզում եմ ուշադրությունը հրավիրել նրա վրա, որ Հայաստանում մի գագաթնաժողով չի, որ լինելու է, հա, այդ օրերին լինելու է, այո, դուք ճիշտ եք, եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովը եւ լինելու է պատմության մեջ առաջին Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը։ Բացի դրանից էլ լինելու է ամենամյա Երևան Dialogue միջազգային համաժողովը եւ մի քանի տասնյակ այդ պատվիրակությունների ղեկավարների, որոնք պետության ղեկավարներ են, այցերը լինելու են պետական այց,
այցի կարգավիճակով, ինչպես օրինակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մի շարք ղեկավարներ էլ լինելու են պաշտոնական այցով Հայաստանում։ Դա իսկ մնացածինն էլ արդեն կլինի ուղղակի աշխատանքային այց։ Այսինքն սա մի այսպես ասենք կարևորագույն համաեվրոպական նշանակության իրադարձությունների մի փունջ է եւ Հայաստանի Հանրապետությունը այո գտնվում է եվրոպական քաղաքականության կիզակետում եւ գտնվելու է երկար ժամանակով։ Բայց ընդհանուր առմամբ ինչ է տալու այդ այցը կգան, հա, Հայաստանը կհայտնվի միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, կլուսաբանեն, Մակրոնը կգա, Եվրահանձնաժողովի նախագահը կգա, Բրյուսելի առաջին դեմքերը կգան, հա, եւ հետո դա ինչ կտա։ Զելենսկին կգա, Ահա, ճիշտ է, այո, Ուկրաինայի նախագահ Զելենսկին եւս կգա։ Այս ամենը միայն իր փաստով, պարոն Կիրակոսյան, արդեն իսկ քաղաքականություն է, գործնական քաղաքականություն։ Դե ես էլ չեմ ասում այն փաստաթղթերը, որոնք կընդունվեն եւ կդրվեն գործողության մեջ։ Փաստաթղթեր, որոնք նոր էջ են բացելու Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում եւ ինքնին աջակցություն են Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը եւ դիմակայունությանը, որի կարիքը մենք ունենք։ Մենք տեսնում ենք որոշակի նահանջ ժողովրդավարական ցուցանիշների Հայաստանում եւ դրա պատճառը այո Ռուսաստանի կողմից այդ թունավոր չարորակ ներգործությունն է Հայաստանի դեմ, որ Ռուսաստանը ինստիտուցիոնալ մակարդակով իրականացնում է, ընդ որում թե անմիջականորեն, թե իր փոքրիկ Պուտինների միջոցով եւ նաեւ այո իշխանությունների անհետեւողականությունը ռեֆորմների հարցում։ Դրա համար մենք ինչ ենք տեսնում, դուք ձեր բազմաթիվ եթերներում էլ նաև դուք որ Factor TV-ում աշխատում եք ձեր ռեպորտաժներում էլ նշում եք այն որ կոռուպցիայի դեմ պայքարի ընթացքն է դանդաղել, չէ՞։ Մենք տեսնում ենք կոռուպցիայի ընկալման համաթիվն է դոփում տեղում։ Մենք տեսնում ենք նաև որ դատական իշխանության մեջ այլանդակություն է տեղի ունենում։ Դրա համար էլ ասենք Ռոբերտ Քոչարյանն անմեղ է, պարոն Ծառուկյանն անմեղ է, պարոն վարչապետն արձանագրում է, որ նույն 2008 թվականի կոալիցիան է այսօր դիմակայության մեջ հայտնվել Հայաստանի ինքնիշխանության եւ խաղաղության դեմ։ Բայց ես չգիտեմ, ես այդ արձանագրման հետ ինչ անեմ։ Եվ դրան էլ գումարած մենք տեսնում ենք, որ այո, խոսքի ազատության հետ կապված եւս Հայաստանը հետընթաց է ապրել եւ դա պայմանավորված է եւս այն այլանդակությամբ, որը տիրում է հայկական մամուլում։ Հա, երբ առանձին լրատվամիջոցներ վերածվել են ուղղակի խուժանության որջի եւ զրո պատասխանատվություն այն ամենի նկատմամբ, ինչ նրանք հրապարակում են, զրո պատասխանատվություն քաղաքացու առաջ, էլ չեմ խոսում այն զազրելի վարք ու բարքի համար, որ մենք տեսնում ենք եթերներում եւ ոմանք էլ նրանցից ուղղակի կանգնած են լինում հաճախ ֆիզիկապես հենց ձեր կողքին, հա։ Եվ դա պահելու ձև չի։ Դա զզվանք է առաջացնում քաղաքացիների մոտ եւ ամենակարևորը դա արվում է նրա համար, որ պետությունն անվստահություն ձևավորի պետության նկատմամբ, որովհետեւ պետությունն անկարող է այդ լպիրշության դեմ առնել։ Սա խուլիգանություն է։ Բայց նաև այդ զեկույցում քննադատվում է այն, որ լրատվամիջոցների դեմ հայցերն են շատացել իշխանության ներկայացուցիչների կողմից, իշխանության ներկայացուցիչներն անհանդուրժող են դարձել լրատվամիջոցների նկատմամբ եւ
Բազմաթիվ եւ տեսեք այդ զեկույցում նշվում է, որ իմ լրատվամիջոցն օրինակ Հայաստանում եզակի անկախ լրատվամիջոցներից մեկն է, բայց օրինակ իշխանությունները դա էլ հաշվի չեն առնում եւ սուր հարցերին արձագանքում են այնպես, ինչպես օրինակ արձագանքում են այն լրատվամիջոցներին, ովքեր օրինակ քաղաքական գումարներով են գործունեություն ծավալում։ Իհարկե շատ վատ է, որ լրագրողները թիրախավորում են, բայց տեսեք, այնպես չի, որ ասածս այն է, որ այնպես չի, որ այդ զեկույցում միայն քաղաքական փողերի մասն է խնդրարույց, նաև իշխանության պահվածքն է հանգեցրել նրան, որ մենք 34-ից մամուլի ազատության ինդեքսում հայտնվել ենք 50 քանի երրորդ տեղը։ Վստահ եմ դուք կհամաձայնեք ինձ հետ, որ այստեղ կա ուղղակի պատճառահետևանքային կապ, պարոն Կիրակոսյան, որ նման պահվածքը առանձին այսպես կոչված լրատվամիջոցների կողմից հանգեցնում է նման նյարդային արձագանքի։ Եվ երկրորդն էլ այդքան սուտ, որ տպվում է, մարդիկ էլ իրենք էլ իրենց ռեպուտացիան պաշտպանելու համար, այո, դիմում են դատարան։ Այդ դատարանը նաև առանձին պաշտոնյաների համար է, որին ամենաստոր զրպարտություններով են առանձին լրատվամիջոցներ հանդես գալիս։ Այս ամենը, ել եմ ասում, սկզբնապատճառը ոչ թե իշխանությունների այդ վերաբերմունքն է, այլ այն այլանդակությունը, որը տարվում է առանձին ազդեցության խմբերի տանիքի ներքո գործող այսպես կոչված լրատվամիջոցների կողմից, եւ պրոբլեմն էլ այն է, որ պետությունը դրսևորում է իր անկարողությունը այդ ամենի դեմն առնելու, որում ես չեմ տեսնում, որ դա պետք է հենց ուղիղ ձևով հասկանալ։ Նախ եւ առաջ պետք է ֆինանսների թափանցիկություն ապահովել, մեկ, չէ, որովհետեւ եթե ասենք X լրագրողը գալիս է եւ X պաշտոնյայի, Y պաշտոնյայի հայտարարագիրը խոշորացույցի տակ ուսումնասիրելուց հարցեր է տալիս, այդ հայտարարագրից առնվազն ինքն պետք է ունենա, ճիշտ է։ Արդարը, չէ։ Դե թող օրենսդրական կարգավորումները դնեն, ես դեմ չեմ, ես դեմ Այ գալիս ենք ամենակարևորին, իսկ ով էր ձեզ խանգարում, հարգելի քաղաքական մեծամասնություն, որ օրենքն այնպես գրեիք, որ որևէ մեկը չկարողանար, այն ոնց որ ասում եք, ոչ ձուկ, ոչ մուկ, պլստար, եւ այդ օրենքը չկարողանար չկատարել, արդյունքում այդ հայտարարագիրը լիներ եւ ձեր ասած այդ կեղտոտ փողերն էլ չմտնեին մամուլ եւ չափականային, հետո էլ չափականային մեր բոլորիս աչքերը ու ականջները։ Արդյունքում էլ հետո չէր լինի այդ նյարդային վիճակը, չէին լինի այդ հայցերը, չէր լինի այդ այլանդակ պահվածքը եւ այլն եւ այդ գորգորո, չգիտեմ, նայում ես ասենք թե 40 րոպեանոց ճեպազրույց, դրանից երևի մի 5 րոպեն է, որ ասենք ինչ-որ առարկայական խոսակցություն է։ Այն 35 րոպեն գողկատու քաչալ շուն։ Դուք սենց, դուք նենց, բա դուք էլ սենց, բա դուք էլ նենց։ Դե բայց իշխանությանը դա է պետք, գուցե այս իշխանությանը հենց դա է պետք, որ իրենց ոչ թե տան խնդրահարույց հարցեր, ոչ թե թիրախային հարցեր, այլ գան ինչ-որ քաղաքական բնույթի հայտարարություն անեն, իրենք էլ քաղաքական բնույթի հայտարարություն չի, պարոն Կիրակոսյան։ Իրենք էլ առիթից օգտվեն, որ օրինակ թափանցիկության հետ կապված խնդիր կա, փոխանակ օրինակ այդ խնդիրը լուծեն, այլ դա թողենոթից կախված, որ ամեն անգամ շուրգան ասեն բաքեզով է ֆինանսավորում։ Դա իշխանությանն էլ է ձեռնտու։ Սա իշխանությանը ձեռնտու ինչ որ իրավիճակ։ Դրա պատասխանը հետեւյալն է, հենա ունեք համապատասխան իրավապահ մարմիններ, հետաքննեք, տեսեք ով է իրեն ֆինանսավորում, այլ ոչ թե այդ հարցը տվեք։ Որովհետև այդ հարցը որ տալիս եք, իսկ ես որպես քաղաքացի այդ հարցը լսում եմ օդում, սենց օդին հասցեագրված, ես ինչ պիտի անեմ դրա։ Դե բայց գուցե ազգային ժողովի քպական падգամավորին պետք է որ այդ հարցի պատասխանը վերջնական չտրվի, որ ինքը կարենա դա անընդհատ այսպես շահարկի ֆրացնի այդ թեման եւ
խնդրարից հարցին չպատասխանի։ Պարոն Կիրակոսյան, դրա համար շնորհիվ ձեզ այս ընձեռած ձեր այս հնարավորությունից ես ուզում եմ դրա համար կոչ անել մեր քաղաքացիներին եւ ձեր հարգարժան ընկերներին, որպեսզի հենց մեր կուսակցությանը ձայն տալով հունիսի 7-ին, այո, մենք դառնանք քաղաքացիների ձայնը խորհրդարանում եւ խորհրդարանում հնչեն հարցեր, որոնք պետք են ոչ թե առանձին падգամավորների, այլ որոնք պետք են հենց քաղաքացիներին եւ նման խուլիգանություն ուղղակի բացառվի։ Այ հենց դրա համար եւս եւ ոչ միայն այդ պատճառով։ Այո, դա անհանդուրժելի է, անընդունելի է, անտանելի է եւ էսթետիկապես էլ մերժելի։ Պարոն Մերաբյան, շարունակելով Ռուսաստանի թեման, վարչապետը որոշում է կայացրել, որ հայ վարորդները տարվա ընթացքում ոչ թե 90, այլ 180 օր կկարողանան Ռուսաստանում գտնել, իսկ մենք գիտենք, որ սա խնդիր էր հատկապես բեռնատարների վարորդների համար, ովքեր մեծ բեռնափոխադրումներ էին իրականացնում, ճանապարհների վրա ժամանակ էին ծախսում եւ 90 օր արդյունավետ չէին կարողանում օգտագործել։ Սա չի նշանակում, որ Ռուսաստանը հեչել ինչ որ բան չի անում Հայաստանի դեմ դիտավորյալ, որովհետև տեսեք, եթե օրինակ ջերմուկի խնդիրը կա, բայց նաև մենք ունենք այսպիսի իրավիճակ, սա ինչպես կմեկնաբանեք։ Դե հա, մենք գիտենք, որ նենց բազմապլան են այս հարաբերությունները մնում, մի ուղղությամբ պնդողակները թուլացնում են, մյուս ուղղությամբ էլ ձգում։ Այո, ասեն հա 180 օր կտանք, բայց տեղ չեք մտնի։ 180 օր կտանք, բայց ձեր մեքենաները կլռվեն Լարսում։ Այո, կտանք 180 օր, բայց Վալդբերիզը կփակենք։ Եվ այլն։ Դրա համար այստեղ պետք է արմատական լուծում, իսկ արմատական լուծումն այն է, որ Հայաստանում պետք է դիվերսիֆիկացիան լինի արմատական, արագընթաց, էֆեկտիվ, պետք է բիզնեսի եւ կառավարության շփումները սերտացվեն, բիզնեսը պետք է վերակողմնորոշվի, բիզնեսին պետք է աջակցություն ցուցաբերվի, արտադրանքը եվրոպական ստանդարտների բերելու համար անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու հարցում էլ օգնություն ցուցաբերվի մեր կառավարության կողմից եւ բիզնեսը շատ արագ ժամանակահատվածում վերակողմնորոշվի, հա, եւ այդ գլոբուսի վրա թարախապալարի վերածված երկրի հետ ինչքան քիչ գործ ունենանք այնքան լավ։ Եվ որպեսզի Հայաստանում, երեմ ասում, փոքրիկ Պուտինները լծակներ չունենան մեծ Պուտինի ձեռքից Հայաստանի Հանրապետությանը եւ իր քաղաքացիներին ահաբեկելու։ Այդ ձեր նշած փոքր Պուտիններից ինչով է Նիկոլ Փաշինյանը տարբերվում, երբ որ իրենց ծրագրում գրել են հապկի հետ ոնց կա թողնում ենք, այսինքն առաջկա 5 տարում իրենք հապկից դուրս գալու գործընթաց ըստ իրենց նախընտրական ծրագրի չեն իրագործելու։ Մի հատ էլ ուզում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաձևակերպեն, այսինքն նաև ԵԱՏՄ-ի մասով խոսք չկա, չգիտենք ԵԱՏՄ-ից այս 5 տարվա առաջիկա 5 տար, եթե իհարկե ընտրվեն, առաջիկա 5 տարվա ընթացքում ինչ են անում, այսինքն այս իշխանությունն էլ նենց չի, որ Ռուսաստանի դեմ ինչ որ Ռուսաստանի ոչ հաճելի որոշումներ է կայացնում։ Պարոն Կիրակոսյան, ես չէի ուզենա, ասենք թե ձեզ հետ քննարկել այլ կուսակցության ծրագրային դրույթները, քանի որ ես ավելի կգերադասեի մեր ծրագրային դրույթները քննարկել։ Պարոն Մերաբյան, պարզապես դուք նաև քաղաքական փորձագետ եք ներկայանում եւ հարցին այդ կոնտեքստում։ Տվյալ դեպքում ես գերադասում եմ ոչ թե փորձագիտությամբ զբաղվել, այլ շատ կոնկրետ քաղաքական պատասխան եմ տալիս ձեր կողմից բարձրացված հարցին եւ պետք է ասեմ, որ մեզ համար բացարձակ առաջնահերթություն է, որպեսզի Հայաստանը այդ բալաստի վերածված այսպես կոչված պարտավորությունները օր առաջ թոթափի, լինի դա հապկը, լինի դա ԵԱՏՄ կոչվածը, թե
անունն ինչ էր, ԱՊՀ եւ այլ անբարեհունչ հապավումներով այդ կազմակերպությունները, որովհետև մենք տեսնում ենք դա բացի վնասից Հայաստանին ոչինչ չի տալիս, Հայաստանի արգելակում է, Հայաստանում այս ճահիճը ռուսականության դեռ պետք է չորացվի եւ Հայաստանն այո այս ամենախոչընդոտ է Հայաստանի եվրոինտեգրման համար եւ Հայաստանի գործընկերություններին այն գործընկերների հետ, որոնց հետ մենք արդեն իսկ արձանագրել ենք ընդհանրություն թե շահերում, թե նպատակներում, թե արժեքներում։ Եվ ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել, որ այդ երեքից եւ ոչ մեկը Ռուսաստանի մասին չէ։ Քանի որ Ռուսաստանի հետ մենք ընդհանրություն չունենք, էլի նորից անցնենք, հա, ոչ շահերում, ոչ նպատակներում, ոչ էլ արժեքներում։ Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես ժամանակավորապես կորցրած տարածք, իսկ այս առաջիկա ընտրությունները էլ որպես այդ ժամանակավոր կորուստը հետ բերելու հնարավորություն։ Ու կրկնում եմ, Ռուսաստանը պետք է իր այս պատրանքային ամբիցիաների համար Հայաստանում պետք է ոնց որ եւ մի շարք այլ երկրներում մի հատ լավ ծեծ ուտի հայ ժողովրդից։ Պարոն Մերավյան, պարզապես դուք շանսեր չունեք իշխանություն վերցնելու։ Հիմա թե դուք ինչ եք ուզում անել, դա այլ բան է։ Հիմա ավելի հավանական է, որ ՔՊԸ վերընտրվի, քան այն, որ դուք կգաք իշխանության։ Իսկ այս քիչ թե շատ իշխանություն ձևավորելու հնարավորություն ունեցող ուժը ԵԱՏՄ-ի հետ կապված բան չի ասում։ Պարոն Կիրակոսյան, Արևի տակ ոչինչ հավերժ չէ, դա մեկ։ Եվ երկրորդը, մենք հավակնում ենք շատ իրատեսորեն նայելով մեր հնարավորություններին, մենք հավակնում ենք նրան, որ ընդդիմությունը նախ եւ առաջ փոխենք։ Շատ պարզ պատճառով։ 2021 թվականին օգտվելով պատերազմում Հայաստանի պարտության փաստից, որն էլ հանգեցրեց, ինչպես հիշում եք, քաղաքական ճգնաժամի, որից դուրս գալու միակ ելքը արտահերթ ընտրություններ էին, Ռուսաստանը իր պրոքսիների միջոցով ուզուրպացրել էր, չկարողանալով ուզուրպացնել իշխանությունը, վերազավթել պետությունը, զավթեց ընդդիմությունը։ Եվ մինչև հիմա Հայաստանում ընդդիմությունը Պուտինն է։ Հավաքական Պուտին հանձինս փոքրիկ պուտինիկների, որոնք ղալմաղալ են դրել 5 տարի շարունակ։ Հիմա մեր խնդիրն է, հաշվի առնելով այն, որ երբ մենք խոսում ենք պետության ինքնիշխանության մասին, ինքնիշխան պետք է լինի թե իշխանությունը, թե ընդդիմությունը, մենք ուզում ենք այո ընդդիմությունը եւս վերադարձնենք ժողովրդին եւ պետության։ Եվ մենք այդ դերում այո տեսնում ենք մեզ եւ հավակնում ենք այդ դերին։ Եվ հենց այդ դիրքերից ենք մենք հիմա հանդես գալիս։ Իսկ իշխանության հետ մենք մեր բանավեճը ունենք, ունեցել ենք, ունենք եւ ունենալու ենք, հենց խոսքն էլ վերաբերվում է նրան, որ մենք բազմաթիվ հարցեր ունենք կապված ռեֆորմների եւ քայլերի խորության, տեմպի եւ որակի հետ։ Այդ ամենի պակասն է, որ հանգեցրել է այս այլանդակ իրավիճակի եւ դաշտ բացել շատերի համար, որ իրենց թվա թե Հայաստանը ոչ թե պետություն է, այլ մի անշուն գեղ իրենք էլ անփետ ման են գալիս։ Չի լինելու նման բան։ Խելոք եք պահելու ձեզ։ Պարոն Մերավյան, եւ վերջում Զելենսկու այցի հետ կապված, հա, նա նախընտրել էր առանձին այց ունենալ Ադրբեջանի Հանրապետություն եւ օրինակ
տարածաշրջան այցելելուց Հայաստան չէր եկել, սա ինչպես կմեկնաբանեք, այսինքն Զելենսկին ամեն դեպքում դիրքավորվում է որպես Ադրբեջանի դաշնակից, այս հայ-ադրբեջանական կոնտեքստում, թե ոչ, եւ այս եվրոպական գագաթնաժողովին գալիս է բաց լրացնելու համար, թե գալիս է որովհետև միշտ մասնակցել է այդ միջոցառումներին։ Ադրբեջանը Ուկրաինայի դաշնակիցը չէ որպես այդպեսին, հա, բառից դասական իմաստով, քաղաքագիտական իմաստով։ Ադրբեջանը Ուկրաինայի համար կարևոր գործընկեր է, շատ կարևոր։ Բայց մյուս կողմից էլ, այո, Ուկրաինայում կա այն գիտակցումը, որ Հայաստանը եւս շատ կարևոր գործընկեր է Ուկրաինայի համար եւ առիթը օգտագործելով, որ Հայաստանում է տեղի ունենալու այս կարևոր, շատ կարևոր գագաթնաժողովը, որին այո, դուք ճիշտ եք, Ուկրաինան մշտապես մասնակցել է, որովհետև այդ գագաթնաժողովների, այսպես ասենք, ամենակարևոր օրակարգային հարցը դա պատերազմն է, այն հանցավոր պատերազմն է, որը հանցագործ Պուտինը վարում է ընդդեմ Ուկրաինայի, ես էլ արդեն 5-րդ տարի։ Ես ողջունում եմ Զելենսկիի այցը, ես եւ մեր կուսակցությունը ողջունում ենք մենք Զելենսկիի այցը Հայաստան եւ կարծում ենք, որ դա էապես վերջապես կակտիվացնի Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները, որովհետեւ այստեղ կա շատ մեծ ներուժ, որի շատ չնչին մասն է միայն օգտագործվում։ Մենք ունենք նույն պրոեվրոպական օրակարգերը, մենք ունենք նույն սպառնալիքները եւ ըստ էության հաշվի առնելով այն, որ մենք նույն ստարտային դիրքերից ենք մեկնարկ տվել մեր անկախ պետականությանը խորհրդային միության փլուզման հետևանքով, մենք շատ ընդհանրություններ ունենք եւ դա պետք է ռեալիզացվի, ինչը չի արվել, քանի որ տասնամյակների վեր Հայաստանը ղեկավարել են փալասները եւ Հայաստանի շահերը ստորադասել են Ռուսաստանի շահերին, դեռ չեմ խոսում, որ ռուսական ռոպագանդան ինչ աստիճանի է թունավորել եւ ապականել հայ-ուկրաինական հարաբերությունները։ Հիմա լիովին նոր իրավիճակ է, մենք նոր էջ ենք բացում մեր հարաբերություններում եւ ունենք բոլոր հնարավորությունները արդեն նոր բացված էջերում գրել այն ամենը, ինչը բխում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի շահերից։ Դե հույս ունենանք Զելենսկին օրինակ հայ-ուկրաինական հարաբերություններին այնքան լուրջ է մոտենում, որ ի վերջո այստեղ դեսպան կնշանակվի։ Դե նաեւ Կիև, այո, իմ տեղեկություններով այդ նշանակումը առաջիկայում տեղի կունենա կարճաժամկետ հեռանկարում, բայց նաև տեղի կունենա Հայաստանի դեսպանի նշանակումը Ուկրաինայում, դե որովհետև Հայաստանի դեսպան Կիևում չկա, ժամանակավոր պաշտոնակատար է թե Երևանում, թե Կիևում, Հայաստանում Ուկրաինայի դեսպանը, որ ժամկետն ավարտվեց, նա այլ տեղ նշանակվեց, դրանից հետո վերանշանակում չեղավ։ Ըստ էության, այո, Երևանը սպասում էր, որ Կիևը, որ ավելի երկար ժամանակ դեսպան չկար այստեղ, վերջի վերջո դեսպան կնշանակվի, իսկ Հայաստանն էլ զուգահեռաբար մշտապես պատրաստ է եղել դեսպան նշանակելու։ Կարծում եմ այս ժամանակավոր արգելակումը կավարտվի եւ մենք շարժվենք առաջ, որովհետեւ դա են թելադրում Հայաստանի շահերը եւ նաեւ իմ համոզմամբ, այսպես ասեմ, Ուկրաինայի շահերը եւս։ Որովհետեւ Հարավային Կովկասը չափազանց կարևոր տարածաշրջան է Արևմուտքի համար, որի մաս է ըստ էության եւ Ուկրաինան եւ ըստ էության այո նաեւ Հայաստանը։ Եվ մենք երբ խոսում ենք եվրոինտեգրման մասին, մենք ընդհանրապես պետք է խոսենք այս իրողության, պատմական իրողության իրավաքաղաքական ամրագրման մասին։ Իսկ դրա համար արդեն պետք է քրտնաջան աշխատանք, ստանդարտների ներդրում եւ այլն եւ այդպես շարունակ, բայց դրանք, այսպես ասեմ,
հնարավոր է անել պատմականորեն չնչին ժամանակահատվածում եւ շարժվել առաջ, որովհետեւ Հայաստանի տեղը հենց դա է, Հայաստանի քաղաքակրթական միջավայրն է հենց դա, ինչը էապես նաև կազդի մեր տարածաշրջանի վրա եւ դերականորեն կազդի մեր եւ մեր հարևանների հետ այդ խաղաղ գոյակցության մթնոլորտի վրա եւս։ Շնորհակալություն, պարոն Մերաբյան, հարցազրույցի համար։ Շնորհակալ, պարոն Կիրոսյան։